Արդեն 2 շաբաթից ավելի արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը հացադուլի մեջ է։ Նա կալանավորվել է մայիսի 18-ին։ Այն բանից հետո, երբ Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում մոտեցել է Նիկոլ Փաշինյանին եւ բանավիճել նրա հետ Արցախի թեմայի շուրջ։ Եվ ահա այսօր բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության թեկնածուները կազմակերպել են ակցիա գլխավոր դատախազության շենքի առջև։ Պսևդո քննչադատախազական համազգեստով չակերտավորված Սպայդերմենը գործ է կարում լավ Սպայդերմենի վրա։ Բոլորին դեմ է մականները ակցիայի միջոցով փորձում են հանրության ուշադրությունը գրավել քաղբանտարկյալների խնդրի վրա, նշելով, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական ենթատեքստով քրեական գործեր կատարել։ Օրինակ, Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Ակտիվիստը նույն օրը հայտարարել է հացադուլ եւ պահանջել Փաշինյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն փախած անվանելու համար։ Արթուր Օսիպյանից բացի Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են, սկսած նրանից, որ կեղծվել են որոշ ապացույցներ, մոնտաժվել են կամ կարվել են ինչ-որ բաներ, հուսով ենք, որ այս ամեն ինչը կտարածվի մարդկանց մոտ, բոլորը իրենց բողոքի ալիքը կբարձրացնեն ու հնարավորություն կընձեռվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ։ Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության թեկնածուները նշում են, որ ինքնատիպ ակցիաների միջոցով փորձում են իրենց հաղորդագրությունները հասցնել հատկապես երիտասարդությանը, որպեսզի նրանք ավելի ակտիվ ներգրավվեն քաղաքական պրոցեսներում եւ մասնակցեն գալիք ընտրություններին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։